Եռանկյունի սկսում է հետաքրքիր մի դիպվածով, երեխեն պատմա, որ հերը դարբնոցում թուրքական երգեր է ջեր։ Ֆիլմում իհարկե դա չկա, եթե կհիշեք ֆիլմում հայերեն երգեր են երգում։ Խոխում են երգում են, հստախորեն երգում են, կամ ինչ-որ արեթ երգում են։ Աղասի Այվազյանը ինչ-որ չափով ոնց որ գնահատված չլինի։ Ինքը ընդհանրապես շատ տաղանդավոր, այսինքն նկարիչ էլ է եղել, ռեժիսոր էլ է եղել, բան, այսինքն շատ բաներով զբաղվել։ Չի ասում եմ, մենք Էրզրումից գաղթած ցեղասպանության ընթացքում հերս թուրքերեն երգեր էր եր։ Հա, ու լացում են։ Ու լացում էր, հա։ Մաստեր կլաս կարա անցկացնի իր գրականությամբ, ինչպես գրել աղետի մասին։ Բարձրակարգ զգումա, բառը, ստորակետը, նախադասությունը, խտությունը տեքստի։ Կարճ նախադասությունով կարող է շատ մեծ իմաստ բովանդակություն փոխանցել։ Սովետը շատ միաձև են պատկերացնում մարդիկ, Խրուշովի ժամանակ գրվել է, Բրեժնևի ժամանակ նկարվել է, դրա համար ոնց որ ասենք օրինակ գրքի մեջ ինչ որ ավել բաներ թույլ տված է, այստեղ թույլ տված չի։ Ֆիլմը այդպես չեն որոշում ավարտել բնականաբար, որովհետև ինքը մինոր է, էլի, այսինքն ֆիլմը մի քիչ մաժոր պետք է բրցնի։ Լավատեսական հետույքներով, չէ՞, բան։